Փարտիրոջ ողջունեք, մեկը մյուսին ասեք, Փարքաստիշ, լավա որ դու այստեղ ես, ես ուրախ եմ որ դու այստեղ ես։ Տերը օրհնի քեզ, դու Տիրոջ տան մեջ ես, դու մեղքի տեղում չես, Փարքաստու։ Այսօր հետաքրքիր խոսք ենք ունենալու, հուսով եմ պինդ կբրդվես։ Լավ, սկսենք այսպես, վերնագիրը ասեմ, չգիտեմ ոնց կթարգմանի հիմա ռուսերեն, ես էլ կփորձեմ թարգմանեմ, սիրուններ ջան, հետևի սիրունները որ նստած ես, լրիվ սիրունները, մի քիչ ուշադիր եղեք, որտեղ ստեղ խոսքը կարևոր է, կոչվում է ոսկե ջունիկը, կողքինին ասա ոսկե ջունիկը, Այդ չեմ անում, ոնց ուզում ես, как хочешь, так и перевести. Ոնց էիր ուզում, որ Արամը перевод անի։ Ну, золотая снежинка, так скажем. Լավ էր перевод, տեսար ոնց перевести, вот так. Ուրեմն, есть снежинка, есть золото. Вот, я хочу сравнить это сегодня, ուզում եմ ասեմ, որ կան ոսկի, կա նաև ձյան փաթիլ, ձյան փաթիլ։ Ինչ եմ ես վերնագիրը վերցրել, որովհետև շատ մարդիկ, ընդհանրապես մարդը մտածում է, ես ուզում եմ երջանիկ լինեմ իմ կյանքում։ Հիմա խնդրում եմ ձեր բարձրացնեմ բոլոր այն մարդիկ, որ ուզում են իրենց կյանքում երջանիկ լինել։ Յո, սով ուզում են երջանիկ լինել, բայց հանկարծ մեկ էլ տեսնես ու ասում, այսինչ պատահեց ինձ, այսինչ պատահեց հայոց աշխարհին, ողբերգություն էր, ով կասի, մեկը չի ասի, համաշխարհային, այսպես էլ մեր կյանքում, այսինչ պատահեց ինձ, այս ոնց այս մեկը դուրս եկավ, այսինչ փորձանք եկավ կպավ ինձ, այսինչ հիվանդություն եկավ կպավ հենց Եվ այսպես մարդը փորձվում է իր կյանքի ընթացքում։ Եվ այս փորձության ընթացքում, մեր կյանքի ընթացքում մենք անցնելու ենք շատ փորձություններ։ Ուզես դու, թե չուզես։ Եվ ամեն օր կանգնելու ես ընտրության առաջ։ Այս ինչ պատահեց ինձ։ Ինչի իմ հետ հենց այս պետքա պատահի։ Գիտես ես որ ուզում եմ մեկի հետ ճանապարհ անցնել, ես ուզում եմ տեսնամ ինչքանով է ինքը ամուր։ Ամուր է այդ մարդը, թե թույլ է այդ մարդը։ Եթե դու ուզում ես ուժեղ լինես, ով է գնացել տրինաժորնի զալ, հլը հետաքրքիր է բարձրացնի մարդ, որ գնացել ձեռքեր, որ գնացել է տրինաժորնի զալ։ Իսկ ով է լավ ֆիզիկական աշխատանք արել, լավ տղամարդիկ։ Էն է, Պետյան, տրինաժորնի զալ չի գնացել, բայց սաղ օրը աշխատել է։ Երբ որ քո մկանները աճում են, Այդ ժամանակ դու շատ ծանր քրտնում ես, չարչարվում ես, վազում ես, բայց կա իրավիճակ, որ մարդ չի ուզում, որ հանկարծ մի քիչ նեղություն ունենա։ Ես իրանց անունը դրել եմ այսօր փաթիլներ։ Վայ, մի փոքր բան ասեց, աշկերը լցեց, հալվեց, վայ, ոնց կլներ, Իրա նման, աննմանին, դու գիտես ինձ ինչ ասեց։ Ու միշտ այս մարդը ընտրում է, գտնում է, ով է մեղա, այս մեղավորը, այն մեղավորը, մարդս ապշե ամենամեղավորը իմ մարդն է, վերջը տենց։ Եվ այդ մարդը երբեք ծանրությունը չի անցնում։ Ես փնտրում եմ, ես նայում եմ, ում հետ կարող եմ ճամփա գնալ, ով կարա իմ կողքին լինի։ Կներեք, թող ինձ ներեն բոլոր քաղաքի տղաները, եղբայրները, քույրերը, չգիտեմ, միգուցե քաղաքում էլ է դժվար, ես գիտեմ, բայց գյուղում շատ դժվար է։ Գյուղում ապրելը դժվար է։ Երբ որ դու արթնանում ես ժամը 5-ին, երբեմն ավելի շուտ տատիկս մեզ արթնացնում էր Վեր կացեք, հողը փորեք, վեր կացեք, շուտ արեք, ջուրը հազիվ տվել են։ Ջուրը թանկ էր, չկար ջուր, հնարավոր չէր։
պետք էր գնայր ջրեիր այդ հողամասը, որ բերք ունենայր, որ խնձոր ունենայր, տանձ ունենայր, հնարավորություն ունենայր։ Քաղաքի տղաները տես բան չեն տեսել։ Դժվարությամբ էին զարթնում, մեկ-մեկ արը ասում է, այդ քնել ես, ինչ քաղցր բան է այս քնելը։ Ես գիտեմ ինչ է նշանակում փափուկ դաստիարակություն, որ մաման տես փշում է այդ փեշը փռում է երեխու վրա, տղայի վրա, լսեք, աղբերներ, թույլ չտաք ձեր տղաներին մամաները դաստիարակեն։ Այդ մամայի բալան դառնում է ջունանուշիկ, դառնում է այդ բանը, փաթիլը։ Հենց որ մի հատ փոքրիկ բան է ալնում, մաման միշտ պաշտպանել է, մաման միշտ չի թողան։ Հատես մամաներ ոնց են դες ու այդ տղամարդ չի դառնում, այդ աղջիկն էլ աղջիկ չի դառնում, աղջկան էլ լավ պետք է դաստիարակվի, կարգին պետք է դաստիարակվի, դուք հասկանում եք, չէ՞ այդ ինչա նշան, լավ ծեծվի, տեղը տեղին, ժամանակին ծեծը պիտի տաս ժամանակին, ասում է երեխա, որ անտեղի լացում է, դու պետք է մի հատ տաս, որ տեղին լացի։ Շատ հետաքրքիր այսօրվա թեման, այտենց է։ Դուք ձեր կյանքում կհանդիպեք այտենց մարդկանց, շատ այտենց մարդկանց կհանդիպեք։ Դուք անցնես այդ նեղություն, այդ էլ ձենը կգցիք, այս ինչ է, այս ինչ փորձանք է, այս ինչի մեջ ընկա։ Լսեք, Արթուրն է եկել, եկեք ողջունեք, էլի Արթուրը, ես տեսա շատ ուրախացա, Արթուր ջան։ Այս ինչ փորձանքի մեջ ընկա, այս ինչ նեղության մեջ ընկա։ Ոնց հնարավոր էր իմ հետ այս բան կատարվել։ Լսի, եթե Աստված որոշել է, որ քեզ հետ այդպես բան պետքա կատարվեր, դու ունես այդ ուժը, Մելանքու ջան, խնդրում եմ, այդ տեղը կդնես։ Աստված, այդ մեկը չեմ ասել, էլի, իմ ուժերից վեր, խնդրում եմ ինձ հետ ասա, Աստված, իմ ուժերից վեր, ինձ փորձություն չի տա։ Եթե տվել է քեզ այս փորձություն, ուրեմն դու ունես այդ ուժը։ Մի դարձի ջունանուշիկ, մի դարձի այդ փաթիլը, մի հալվի, մի տեց բաների, հասկանում ես, երբեմն ասում ես, եղբայր ջան, այս գործը արա, այսի շատ պետք է, մեկ էլ տեսնես, ընենց է, վերջը, ծռմռվում, լավ էլի, քեզ հանձնարարված այս բանը արա, տղամարդու պես արա, կին ես, քո գործը այս գործն է, կին ես, ամուսնուդ կողքին, ասեց սուսուպուս, լսեցիր, գնացիր, արեցիր, սխալ է ասում, ոչինչ, սխալ է ասում, սխալ արա, ոչինչ, բայց արա, իրան մի արհամարի, նա քո գլուխն է։ Չէ, ոնց կլինի, մի հատ զանգեմ ես ընկերուհուս արդեն, այդ ընկերուհիդ կարող է լավ չանի, այդ ընկերուհիդ կարող է մի 10 անգամ էլ բաժանվի, որտեղ ոչ մեկին չի հավանում։ Եկեք մի հատ տեղ կարդանք, բացեք Հակոբոս 1:24 Բոլորովին ուրախություն համարեցեք եղբայրքս, երբ կերպ փորձանքների մեջ ընկնեք, լավա չէ, ասում է ուրախացի, որ ընկել ես փորձանքի մեջ, ուրախացի, յա, այս որ մեկն է ուրախանում, որ ընկել է փորձության մեջ, անկեղծ ասես, ես չեմ ուրախանում, միգուցե դու շատ ուժեղ մարդ ես, հենց ընկնում ես փորձանք, վայ մի հատ էլ փորձանքը գա, բայց Աստվածաշունչը մեզ սովորացնում է, Տիրոջ խոսքը մեզ սովորացնում է, ուրախացի, որ ընկել ես փորձանքի մեջ, այդ մի համարի վատ բան, այդ փորձության մեջ Աստված քեզ մի բան է սովորացնում, կամ դու հալվելու ես, կամ դու սովորելու ես, փորձության մեջ կամ դու կոտրվելու ես, կամ դու ուժեղանալու ես, սովորելու ես, ու դու մեծ մարդ ես դառնալու, մեկը կասի ամեն։ Ցորենի հատը, մի հատիկ ցորեն։ Բոլորը տեսել եք դաշտերը, կանաչ սիրուն Ռուսաստանի այս դաշտերը ինչքան լավն են։ Մեկ-մեկ ասում է, Հայաստանում ես բան չլներ, հա։ Ովիկ հայրիկ, մեկ-մեկ նայում ես ասում, Հայաստանում մի հատ ես դաշտ չլներ։ Մեր ռուս աղբերները կարող է չպատկերացնեն, որ սա դաշտը քար է։ Մի քիչ էլ հող կա վրան, մի քիչ էլ հող է։
Ստեղ ամբողջ դաշտը մի հատ քար չկա, այ մարդ, մի հատ քար։ Մի հատ քար էլ չկա, որ վերցնես վերջը։ Հալտես։ Այդ ծորենի հատիկը, որ գցում են այդ հողի մեջ, հետո չեն գնում զոնթիկ դնում նրա վրա, գիտես։ Ցուրտը տալիս է, անձրևը տալիս է, կարկուտը տալիս է, արևը տալիս է, շոգ ժամանակին մնում է, թռչունները գալիս են նստում են վրան, գցատում են։ Բայց վերջում նա տալիս է իր պտուղը, աճում է, հիշի, ինչքան փորձություն կա քո կյանքում, դա քո աճի համար է, հենց որ դու ընդունես, ասես, այո, այս իմ աճի համար է, դու ուժեղ մարդ կլինես։ Այսօր դու գնալու ես այստեղից մի հատ մեծ դաս վերցրած քո կյանքում, հուսով եմ։ Ուրախացեք, գիտենալով, որ ձեր հավատքի փորձությունը համբերություն է գործում։ Ձեր փորձությունը ինչ է սարքում քո մեջ։ Ինչ համբերություն։ Եթե դու կարողացար այդ փորձությունը տանցնել, դու համբերող մարդ ես։ Արամը ոնց է պատմասում, մի հատ ես չէի հան, որ իմ դեմը կտրում էին ավտոն, կարայի իշնեի։ Բայց այս վերջերս ասում ինչ ես սկսել եմ ավելի հոգևոր ապրել։ Իմ կյանքում նույնիսկ սկսեց իրավիճակներում, իմ կյանքում համբերություն է ձևավորվել։ Մարդ կարողանում է հասկանալ, ոչինչ, այս մարդը սխալ է, հա ինչ անենք։ Ես էլ եմ սխալ ելնում, էլի։ Ես էլ եմ սխալվում, թե դու չես սխալվում։ Սխալվում ես, կարողանում ես համբերել, այդ րոպեին համբերել։ Ես ձեզ միշտ սովորացնում եմ, եթե նույնիսկ տանդ մեջ կռիվա, վեճա, ես չգիտեմ ինչ, ահավոր իրավիճակ է, այն համբերություն չկա, այն պետք է արդեն երկու բառ ասես։ Այդ րոպեին փորձիր զսպել քեզ։ Արդեն բարձացել է երրում է, այնտեղ բաների չայնիկների վրա կա, չէ՞։ Ու այդ չայնիկի ձենն ես ուզում հանես արդեն։ Այդ վարքյանին հիշիր խնդրում եմ քո հովիվին հիշիր մի հատ, որ ասում էր հաշվի մինչև 3, այդ րոպեին աչքերը փակի, ասա 1, ինչ կամասկաս 2 եւ 3։ Եթե 3 վայրկյան դու համբերես, ես քեզ ասում եմ, 3 րոպե հետո դու կմոռանաս։ Այդ վեճի մասին կմոռանաս, կթուլանա։ 3 ժամ հետո вообще 3 օր հետո ընդհանրապես, բայց եթե այդ րոպեին դու պատասխանես, մի բան խոսաս, մի հատ էլ հակառակ բան ասես, դու համբերությունդ կկորցնես։ Դու անհամբեր մարդ կլինես։ Ու 3 օր 3 շաբաթ չես կարող վերականգնել քո հարաբերությունը քո ընտանիքում, քո ամուսնու կնոջ միջև։ Ճիշտ եմ ասում, թե սխալ եմ ասում։ Գոնե գլխով արեք, լավ, մի ամաչեք, կհասկանամ ճիշտ է։ Հատես մոդելը ռազմերտես։ Պահեք համբերությունը, պահեք ձեր համբերությունը։ Իսկ համբերությունը թող կատարյալ գործ ունենա, որ կատարյալ է ամբողջ լինեք եւ ոչ մի պակասություն չունենաք, ոչ մի բանի պակասություն չունենաք, համբերություն եւ հետո կատարելություն, ավելի լավը դառնաս։ Թազա մոդել դուրս ա եկել Mercedes-ի, լսել եք, հա? Հիմա քո թազա մոդելն է դուրս գալիս։ Ամեն, մեկ կասի ամեն։ Այո, երեկվա մոդելը հին մոդելն էր, ասնա հիշում ես ինչ էինք անում մեր ժամանակ, լսի ասա, այն հին մոդելն էր, այն Զապարոժեց էր ժամանակ, այն հին մոդելն էր, հիմա իմ թազա մոդելն է դուս եկե, ես չեմ հիշում այս ժամանակ ինչ էի անում, մոռացի, անցյալդ մոռացի ու գնա առաջ, ամեն, հուսով եմ մի բան վերցնում ես սիրելիս, շատ կարևոր է, ինչպես մոտանաս իրավիճակին, շատ կարևոր է, կամ այդ փաթիլը կդառնաս, որ կհալվես, կամ կկոտրվես, կամ չես կարող անցնել այդ վիճակ, կամ էլ ուժեղ մարդը կլինես, որ դու այդ փորձությանը կմոտենաս որպես քննություն, միշտ ասում եմ ձեզ, փորձություն, թե քննություն, եթե այդ րոպեին հասկանաս, որ դու կանգնած ես Տիրոջ առաջ, ու դու հանձնում ես այս քննությունը, այս մարդը եկել է, որ քո կյանքը ներվայնացնի, քեզ հունից հանի, ու դու փորձության մեջ ես,
Փորձանքի մեջ է քեզ գցում։ Ասում եմ փորձանք է, չլնեմ մի հատ։ Փոխվել էր, ես գիտեմ փոխվել ես, Արաբիա բաժան։ Հա։ Քննություն, հենց այդ պահին հասկացի, որ Տերը նայում է քո քննությանը։ Կհանձնես այդ քննություն, թե էլի կտաս, կմնաս նույն դասարանը, կտաս ու կկտրվես, կմնաս նույն դասարանը, հələ մի քիչ էլ հետ կգնաս։ Եղբայրներ ջան, քույրեր ջան, շատ հետաքրքիր խոսք է այս խոսքը։ Այո, մկանները աճում են, այո, քո հոգևոր կյանքի համբերությունդ աճում է, համբերությունդ ուժեղանում է, դու սկսում ես զորանալ, սկսում ես ավելի քննել քեզ, տեսնալ ինչ վիճակի մեջ է։ Սենց մի հատ բան են անում, էշի վրա սենց մի հատ փորձություն են անում, գիտեք չէ, այդ պատմությունն էլ ուզում եմ պատմեմ, շատ ծեր է ալնում, էշը ուզում են սատկացնեն, հետո որոշմա չէ, բեր չկրակենք, չսատկացնենք, մի հատ փոսփորենք, գցենք մեջը, դե իրան կսատկի, կթաղենք, հայր ու տղան այդ փոսը փորում են, ռոմանս տեղ ես, չէ, դու լսում ես, այդ փոսը փորում են, էշին գցում են մեջը, չեն սպասում, որ սատկի, սկսում են արդեն, ասում դե բեր թաղենք պրծենք, էլի։ Սաղ, երբեմ մեզ էլ եմ տեցանում, սաղ թաղում են։ Մի քանիսից աղում են, իրաց գլխին եկել է։ Վերջը, ասում այդ էշը տես սիրում, հատես ոնց է ծիծաղում մի քանիսը։ Ես իրա թափ է տալիս, այս հողը, ոտերով կոխրճում է, ասում ինչքան լցնում են, այնքան թափ է տալիս ու բարձանում է կամաց վերև։ Սիրելիներս, երբեմն էշից պետք է լավ օրինակ վերցնել։ Ասում մայրիկ ավանակը շատ վատ բան, ինչ ես տղաս ասում, ավանակը շատ գեղեցիկ բան։ Հիմա տեսնում ես, երբեմն ավանակը շատ ավելի խելացի է գտնվում ու բարձանում է, իրա վրա եկած փորձությունը օգտագործում է իրա օգտին, մեկը կասի ամեն։ Մի sense բան էլ կա, որ հալածում են, քարկոծում են, գալիս են տան վրա, քարերով գցում են, հայրը տղան ասում, պա, բեր պաշտպանվենք, բեր հրացանը վերցնենք, կրակենք նրանց, ասում, չէ, ոչինչ տղաս, թող գցեն։ Ու ասում, ինչքան շատ քար են գցում, այդ հայրը երեկոյան վերցնում է, այս տունը սկսում է քարերով շարել։ Եվ մի գեղեցիկ օր տանտեր է դառնում, սիրելիս, ինչքան քար գցեն քո վրա, այդ քարերը քեզ համար հիշողություն են լինելու, նախ ինչի միջով ես դու անցել։ Երկրորդն է, օրհնություն են լինելու քո համար, որ դրանով դու անցել ես, չես կոտրվել, չես մնացել քարերի տակ։ Կարար, չէ, ընկնես, մեռնես է, որ ասվա, փիսիկը նստել մի մութ անկյունում, հոնքերը կիտել ու լաց է լինում, մոտիկ է գալիս մի ուրիշ կատու, հետո ոնց ասում, ինչու ես լալիս, իմ փիսիկ ջան, դու, ոնց լաց չլինեմ, որ ինչ արե, մածունը կերել են, այնարդ մեկի մածունը, որ ուտում են, այս խեղճը սկսում է հալվել արդեն։ Բոլոր լացկանները այդ հալվող փաթիլներն են, որի մասին ես այսօր գրել եմ, որ ձեզ ներկայացնեմ։ Մի հատ սենց իրական դեպքել եմ ուզում ձեզ պատմեմ, այս դեպքը տեղի է ունեցել իսկականից մեր եղբայրներից մեկի հետ, որի ինքը հավատացյալ է, փոխվում է, գիտես, երբ որ դու արդեն հավատքի ես գնում, մարդիկ ավելի ագրեսիվ են դառնում քո նկատմամբ։ Եթե չես իմանում, իմացի, այտենց է լինելու։ Մարդիկ ավելի ագրեսիվ կլինեն, ավելի իրանց մեջի չարը, ավելի շատ իր դեմքը ցույց կտա հավատացյալի նկատմամբ։ Ինչ որտեղ փորձելու քեզ, ինչ որտեղ քեզ հունից հանելու, ինչ որտեղ քեզ իրան նման սարքելու։ Ինչ անում, երբ որ ուզում է ցեխոտ ձեռերով ուզում է քսի քեզ, որ դու էլ ցեխոտվես, բայց մոռանում է ինքը լրիվ ցեխի մեջ է, իր ձեռերը ցեխի մեջ է։ Բայց եթե դու լվացվես, մաքրվես, չխառնվես, չկպնես, այդ ցեխը քեզ չի կպնի, կան անձրևանոցներ, որ անձրևը ընկնում է, չի թռչում այդ շորը, շոր չի դա։ Տեսել եք, որ անձրևանոցի վրա չի մնում, ջուրը գնում է, այտենց էլ մենք ենք։ Ինչ ուզում է քեզ անեն, ինչ քո գլխին, ինչ օին հանեն, դու պետք է կարողանաս համբերես, անցնես այս իրավիճակը։ Ես ես պատմել եմ մեր հարևան Նատաշայի պատմություն, բոլորդ հուսով եմ գիտեք այդ մասին։ 13 տարի այդ մարդը ինչ ասես ինձ ասեց,
Բայց այդ էլ համբերություն, ինձ համբեր, ես այդքան համբերող մարդ չեմ, հավատացեք, այդտենց է։ Բայց այս մարդը իմ մոտ համբերություն սովորացրեց, ինձ լավ դասատու էր, վատն էր, լավն էր, մի հետ էր, սովորացրեց, իմ դասատուն էլ Նատաշան էր։ Հիմա առաջի բանը գիտեք, Նատաշայի առաջի մասը գիտեք, ասեմ, երկրորդ մասը ունի Նատաշան, խաբար եք թե չէ։ Եթե իմ կյանքում տևել է այս 13 տարի, փաստորեն Երանի կյանքում ես տևել է 20 քանի տարի, ընդամենը 2 շաբաթ առաջ, թե մի 10 օր առաջ, Երանը գալիս ասում, չես պատկերացնի ինչ է, ասում ինչ է, ասում Նատաշան եկավ, ասես բարև, այս 25 տարի այս մարդու բարև չի տվել, պատկերացնես, հələ իմ հետ արդեն լավացել արդիվ եք, ահագին, լավ հարևաններ եք, ասում մոտ կես ժամ խոսեց, բա իմ շունս է շունա, բա ձեր շունը, վերջը շներից խոսացին, ահագին խոսացինք, իրար հետ ասմա շատ լավ զրուցեցին, Նատաշան 23 տարի հետո իմ հետ 13, իրան 23 տարի հետո բարև ա տվել Երանին, հասկանում ես, այս մարդու համբերությունն էլ ուրեմն այդքան էր, այդքան երկար էր, այնպես որ թող քո համբերության բաժակը չլցվի, գնանք առաջ, Առակաց 3:12, որովհետև Տերը, որին որ սիրում է, նրան էլ ինչ է անում, խրատում է, միտեղ ասում է, ծեծում է, ինչպես հայրը իր որդին է սիրում ու ինչ անում, ծեծում, ապրես, կգնանք կծեծեք որդիներ, տեղը տեղին կծեծեք, որ իմանան, որից հետո որն է, եթե նեղություն չեն անցել, դժվարություն չեն անցել, մի անգամ չեն ասել, լսի, ես չի կարելու, վաղը դուրսը իրաց ծեծելու են, արխային եղեք, ոնց որ պետք է տեղը տեղին կծեծեն, կդաստիարակեն, ավելի լավ է քո ձեռով դու քո երեխուն ծեծես, ճիշտ ու սխալը սովորացնես, ոչ թե բաց թողնես ինչ ուզում անի, գիտեք ինչ է ալնում, երբ որ երեխուն թողում ես ինչ ուզում անի, դառնում է 20 տարեկան, գնում է գործի, ասում են լսի, էս ա պետք անես, այն ա պետք անես, այն ա պետք անես, օրվա վերջում տեսնում է խառնվել է, ոչ մի բան չի կարող անել, իր կապրիզները ստեղ չեն անցնում, ստեղ մամա չկա, որ փեշի տակ պահի, ոչինչ, ես կտամ, փողը կտամ, ոչինչ։ Մեկ է տեսնես նստել է այդ եկա մարդը, հա, ու լացում է, ասում է, չի լիս փողը տակ ես գնամ էլի։ Այս մարդը չի սովորել, որ մանկուց պիտի գործ անի, տան մեջ պետք է գործ անի։ Ով պետք է սովորացնի իրան, տղամարդը, հայրը, մայրը, պետք է վախտին իր ծեծը տա, վերջը։ Աստված ում սիրում է, նրան էլ ծեծում է, ինչպես իր հայրը իր որդիներին է սիրում։ Երկրորդ Կորինթացիս B12-ից 10-12-ը։ Վասնորոյ հավանում եմ տկարությունների, թշնամանքների, վիշտերի, հալածանքների, նեղությունների, Քրիստոսի համար, ասма ուրախանում եմ տկարությունների, թշնամանքների, իմ Քրիստոսի համար, քանի որ ես հավատացյալ եմ, ինձ թշնամանում են, քանի որ ես հավատացյալ եմ, ինձ մի բան ասում են, տկարանում եմ, այն ժամանակ զորանում եմ, հենց որ ես թուլացած եմ, հենց որ ես տկար եմ, հենց որ ես նեղված եմ, այդ ժամանակ ես ինչ եմ, զորավոր եմ։ Տես Աստված հակառակն է անում, թվում է թե որ դու տկար ես, թույլ ես, էլ դու ոչ մեկ ես, էլ դու չես կարող հաղթես, բայց ոչ։ Աստված այնտեղ ասում է. Ես քո հետ եմ, դու հիմա զորավոր ես։ Ինչքան էլ նեղությունը շատ լինի հարազատս, որ ստեղ նստած ես, Տերը քեզ ասում է. Ես քո հետ եմ, քո նեղության մեջ, քո դժվարության մեջ, քո տկարության մեջ ես զորավոր եմ, գրված է, որտեղ Տերը քեզ հետ է, մեկը կասի ամեն։ Դուք ինձ բռնադատում եք, որ պետք էր ինձ վկայություն առնել ձեզանից, որովհետև մի բանով պակաս չեղա, քանի թե տեսեք, ես էլ եկեղեցին իր հովվին է բռնադատում, պատկերացնում եք։ Նեղություններ ամեն տեղ կգտնես նեղություն։ Ամեն մեկից դժվարություն կգտնես։ Անենց մարդիկ դուրս կգան, քո հարազատները, քո մոտիկները, քո ընտանիքից քեզ կհալածեն։
քեզ կվիրավորեն, քեզ կվնասեն, չես իմանա ում պատմես, ում ասես քո դարդը, հիշի, որ Տերը լսում է քո նեղության մեջ, նա քո կողքին է։ Մեր ես հավատացյալ եղբայրը, ես անձամբ եմ լսել իր վկայությունը, ասում է, երբ որ ես հավատացյալ դարձա, իմ հարևանը ավելի ագրեսիվ դարձավ։ Ավելի ու ավելի ագրեսիվ, ավելի ու ավելի ագրեսիվ։ Ես մի բան էի առնում բերում, տունը սարքում էի, սիրուն զաբոր էի դրել, սիրուն սարքում էի, ավելի նախանձեց, ավելի չարացավ։ Եվ մի օր հայհոյում էր, կոպիտ, ինչ ասես ասում էր ինձ։ Մի օր աղոթք եմ անում, ու մեկ էլ լսեմ տրակտորի ձայն է գալիս, ու տեսնամ, եկել է իմ, լսեք, սենց բան ես չեմ լսել, ես ասում եմ, լսել եմ անձամբ այդ մարդուց, բայց ուրիշ վկայություն չեմ լսել։ Տրակտորը բերել է, իրա վարոտները, ասում է, այնքան սիրուն սվարկայով արած, ես սիրուն ուզորներով հանում եմ։ Ու ես բալկոնից նայում եմ, ասեմ, ես ինչ անում ես մարդը։ Մի պահ խնդրում եմ դու պատկերացրու ես իրավիճակը։ Քո հարևան եկել է ձեր տան վառոտները Ռոման ջան։ Հանում է։ Ասում է սաղ չեր մնա, տեսնես։ Հա? Հա, լացել բանը, հա, բան չասի։ Ասում է, ես էլ բալկոնից նայում եմ, կինս ասում է, «Էս անորմալ ես ինչ անում»։ Ասում է, ես էլ նայում եմ, ասում եմ, իսկապես ես ինչ անում։ Լավ, ու իմ մոտ հարց առաջան, միլիցիա կանչեմ։ Կինս ասում է, այ մարդ, տղամարդ չես, հələ տես, կինը ինչա, բզբզում է այս մարդուն։ Ասում է, մեկ էլ մտածում եմ, ես իմ իշտեմ մի տապոր վերցնեմ այդ հա։ Ու ես ասում եմ, այդ պահին, ասի Տեր ջան, ինչ արժի այդ վառոտը, 50,000, 100,000, ինչքան է։ Իմ խաղաղությունը 100,000-ից թանկ արժի։ Ասում եմ, կանգնեցի լուսամուտի մոտ։ Հենց այդ հասկացա, ժպիտ եկավ դեպքիս, սկսեցի ծիծաղել այս իրավիճակի վրա, այս մեղք մարդու վրա։ Ու ասի, այս կողմից բարձրացրու, ասի, ես լավ չի, այս կողմից հանի, որ բան չանես էլ։ Հենց բանից հանի ինքը պետլիներից դուրս կգա։ Բարձրացրեց, հանես տարավ դրեցին իրաց դարպասի վրա։ Այս կինս կատաղել է, զանգում է սրա, զանգում, աղջի ջան, հենց հեռախոս դիրենք ում ասում։ Ես այդ նվեր եմ տալիս իրան։ Ասում եմ, զանգեցի ես էլ այդ որտեղ, որ սարքել եմ այդ վառոտները, մի հատ էլ զագաց տվի իմ համար։ Եկավ, բերեցիք սվարկ արեցի, դրեցի տեղը։ Մենք սաղ հովիվներով լսում ենք ես մարդը ոնց է պատմում։ Ուզում եմ ձեր տամ, ասում եմ, դու իսկականից եմ։ Ասում եմ, գիտես ինչ եղավ։ Մի 3 ամիս էլ հետս չէր կռվում։ Ամեն ինչ նորմալ էր, ամեն ինչ լավ էր։ Հետո ասում եմ, սկսենք բարև տար իրար։ Հիմա ես էլ վառոտ ունեմ, հարևանս է սիրում վառոտ ունի, ասում եմ, շատ լավն է։ Իմ աղջիկը ամուսնացավ, ես իրան կանչեցի հարսանիք։ Ասում եմ, հարսանիքի նախօրյային ինքը եկավ կնոջ հետ։ Ասեց, такой позор, я негодный человек, зачем ты меня позвал? Ты этим похоронил меня, я не знаю, что делать. Ասի, լսի, ես նվիրում եմ քեզ այդ վառոտները, մոռացի, դու իմ լավ հարևան, հիմա այսպես հարևան եմ։ Փարտիրոջը, իսկապես այդտենց մարդկանց համար, որ դու քո նեղության ժամանակ կկարողանաս, ասես, ես քնության մեջ եմ, ու Աստված ինձի ստեղից քնություն է վերցնում ինձանից, անցի քո քնությունը հարազատս։ Մատթեոս 18:21-22 Այն ժամանակ Պետրոսը նրա մոտ գալով ասեց. Տեր, քանի անգամ ներեմ, եթե եղբայրս իմ դեմ մեղք է գործում, միթե 7 անգամ։
Ասում է 7 անգամ օրվա մեջ, 7 անգամ գա քեզ դեղացնի, լիանը 7 անգամ գա բզբզի, դեղացնի, գա քանի անգամ ներեմ։ Ռոմանել զանգի ասի արդեն 6 անգամ ինձ ներվերս կերել է։ Հովիվ ջան, խնդրում եմ, թույլ տվեցին, հմի Պետրոսը եկել է իր հովին, Հիսուսին, ասում է արդեն ներվերս կերել է աղբերս, արդեն 6 անգամ, արդեն 7 անգամ օրվա մեջ կյանքս կերել է, քանի անգամ կարելի է, որ ես ներեմ, ու Հիսուսը շատ մխիթարիչ պատասխան է տալիս Պետրոսին, ասում է չեմ ասում 7 անգամ, այլ 7 անգամ 70, 460 քանի անգամ ես մաթեմատիկայից լավ չեմ, վերջը հաշվեք դուք, 400 քանի անգամ, օրվա մեջ 400 քանի անգամ, պատկերացնում ես, այդքան պտի մարդը իրա համար մեռած լինի, որ տիրոջ փառքը երևա քո միջոցով, ոնց ես կարում դու ներել, ոնց ես կարում դու սիրել, ոնց ես կարողանում դու այդ վիճակից անցնել, դուրս գալ, օգտագործել քո օգտին։ Եթե դու փորձություն անցած մարդ ես, դու իմ կողքին կլնես, դու եկեղեցուն ծառայող կլնես։ Եթե դու փորձություն անցած մարդ ես, դու ոչ մի տեղ էլ, ոչ մի բանի պետք չես։ Գործի էլ գնաս, վարի կտաս, այդ մարդու գործ մի գնա, այդ մարդուն մի փչացրու այդ մարդու գործը, խնդրում եմ։ Հայտնություն 3:18 Ես խրատ եմ տալիս քեզ ինձանից կրակով փորձված ոսկի առ կրակով փորձված ինչ մեկը ասեց այ մարդ ոսկի դուք հասկացաք ինչ է անում այս փորձությունները գալիս են այս կրակները գալիս են որ քո միջից հանեն ամեն տեսակի կեղտ ու դու մնաս ոսկի ոչ թե փաթիվ դառնաս հալվես գնաս այլ դու մնաս ոսկի, ինձանից կրակով փորձված ոսկի առ ասում է, որ դու դառնաս ոսկի։ Հետաքրքիր բան է, այսօր հետս ես մի հատ բան եմ բերել, ուրեմն ձույա մեկը, մեկն էլ կարտոշկա է։ Հիմա ասենք, որ այս կարտոշկան գցեմ գետնին, Արամ ջան կվերցնես հա։ Ոչ չի ջարդվի, ինչ է կարծում, փորձենք էլի, Արամ ջան, լավ կվերցնեմ, չջարդվես, ճիշտ է։ Հիմա ասենք ձուն, կամ թեկուզ ասենք գցեմ Արամը, Արամ բրդի վաբշե հո բան չի, տուր լավ հասկացանք։ Հա։ Գցեմ ասենք թեկուզ հիմա ձուն փորձես։ Ռոման, может դու Վերջը, բայց գիտես ինչ է լինում այդ տաքության դեպքում, այս որ թույլ է, թվում է, թե հեսա գցեմ դե իհարկե բնականաբար կջարդվի, չէ, այս էլ որ շատ պինդ է տեսակ ընգավ, բայց հենց որ տաքությունը գալիս է, մի հատ լավ երում է էսի, ու այս դառնում է պյուրե, այս էլ դառնում է ահագին պինդ բան, սիրելիներս, այս մի հատ դաս է, որ ես ուզում եմ ձեզ ցույց տամ, երբ որ կրակ է գալիս քո կյանքում, շնորհակալ եղի, որ քեզ նորից Տերը ինչ անում, պնդացնում է, ամրացնում է, ուժեղացնում է, տալիս է քո կյանքում համբերություն, սովորացնում է համբերել։ Ամեն։ Խնդրեմ Աբրամ ջան, միացրեք, թող երաժշտությունն լինի, ես կվերջացնեմ հեսա խոսքը։ Ես խրատ եմ տալիս քեզ ինձանից կրակով փորձված ոսկի առ, որ հարստանաս եւ սպիտակ հանդերձներ առ, որ հանգիստ լինես, որ քո մերկության ամոթը չերևա եւ դեղ դիր աչքերիդ, որ տեսնես։ Ասում նախ ոսկի դառնաս, որ սպիտակ հանդերձ ունենաս և դեղ էլ դնես աչքերիդ ճիշտ ձևով նայել, փորձությանը ինչ որ եկել է ճիշտ ձևով նայես, ուրիշ ձևով չմեղադրես աչու ձախ, սրան նրան, գործ չունես։ Մատթեոս 20:26-28 Բայց այնպես չլինի ձեր մեջ, այլ ձեզանից ով որ կամենում է մեծ լինել, թող ձեզ ծառա լինի,
Եվ ձեզանից ով որ կամենում է առաջինը լինել, թող ձեզ ծառա լինի։ Ինչպես մարդի որդին չեկա, որ ինքը իրեն ծառայեցնի, այլ որ ինքը ծառայի շատերին։ Փոխանակ իրանձը փրկանք տվեց, մեզ փրկագին տվեց։ Մեր Տերը եկավ մեզ սովորացրեց ոչ թե ստեղ իշխող լինել, այլ մեկը մեկին ծառայել։ Ես հիմա ձեր առաջ եմ ասում այս բանը, երկրորդ անգամ եկել են մեզ մոտ այս եղբայրները։ Ով է հոգ տանելու իրանց համար։ Դու գիտես, որ ամեն մեկը հոգատարության կարիք ունի։ Եթե Արմինը ստեղ նստած է, մի քանի հոգի ինքը չգիտի, որ իր համար հատուկ հոգ են, հատուկ աղոթ ունեն։ Մայրիկի համար ես անձամբ եմ աղոթում։ Անահիտի համար ես ամեն օր եմ աղոթում։ Տերը ասում է չեկա, որ իրան ծառայեն, այլ սովորացրեց, որ մենք ծառայենք, ով կաղոթի իրանց համար, որ կպնեն եկեղեցուն, դառնան մի հատ մաս, իրանց տեղը գտնեն։ Ով կզանգի, ով կկանչի, ով կբերի, ով կգնա ավտոյով կտանի, կհասցնի։ Յուրայի համար ես շատ մտածում եմ, մտահոգված եմ իր համար, շատ։ Հələ ոչ ստեղա, ոչ ընդեղա, բայց քայլեր է անում, գալիս է։ Ես տեսնում եմ, որ Աստված կպել է, իր սիրտը փոխում է, տենց է Յուրա ջան։ Թող Աստված օրհնի, որ դու հաստատվես, մկրտվես, դառնաս եկեղեցու անդամ, Արթուրի համար, որ ես տեսնում եմ իր փոփոխությունը։ Ու ես տեսնում եմ ոնց է պատրաստ արդեն մկրտության։ Շատերի համար, մեր երեխեքի, որ ուզում են տեսնալ, մկրտությունն եմ ուզում տեսնալ մեր երիտասարդների, որ պատրաստ լինեն մկրտվեն։ Դրա համար ծառայող սրտեր են պետք, ուժեղ մարդիկ են պետք։ Դու շատ ուժեղ պետք է լինես, որ քեզ ծառայեցնես ուրիշի համար։ Այն թույլերը չկասեն, որ ես եմ, հա, դրա համար, ով այմա, ես առավոտն եկել ենք, այստեղ մաքուր պլպլում է այս բանը։ Ասեմ, Արամ, երբ հասցրիք, ասում պատկերացնես մենք եկել ենք, արդեն մաքրել են, մեր դռներն էլ, լյանք ու դուք եք արի, հա։ Մարդը ձեզանից վերցեց, իր օրհնությունը վերցրեց, ձեզ չթողեց բաժին։ Ուրեմն պետք է շուտ գաք, պետք է իրիկունը գաք, որ ուզում եք օրհնվել։ Որովհետև ինչպես մի մարդ, Մատթեոս 25:14-ից 46-ը, երկար եմ կարդել, որովհետև ինչպես մի մարդ, որ օտար երկիր է գնում եւ իր ծառաներին կանչեց եւ իր ունեցվածքից 5 անգար մեկին, 2 անգար մեկին, 5 անգար մեկին դրանց բաժանեց, 2 անգար, այնպես էլ ուրիշ երկուսին էլ հաշվեց եւ գնաց տվեց եւ ասեց գնաց գետինը փորեց եւ մեկն էլ մեկին տիրոջ արծաթը թաքցրեց եւ շատ ժամանակ հետո գալիս է եւ այն ծառաներին տերն եւ նրանց հաշիվ է առնում եւ այն 5 անգար առնողների մոտ եկավ ուրիշ 5 անգարն էլ առաջ բերավ եւ ասեց Տեր ինձ 5 անգար տվեցիր ուրիշ 5 անգար եմ շահել քեզ համար նրա տերն էլ ասեց նրան լավ է բարի հավատարիմ ծառա 5 անգարի վրա հավատարիմ էր եւ ես քեզ շատ բաների վրա կդնեմ մտիր քո տիրոջ ուրախության մեջ եւ այն 2 անգար ունեցողին էլ մոտեցավ եւ ասեց տվել ես 2-ը ես էլ քեզ 2-ն եմ ավելացրել եւ քիչ բանի վրա հավատարիմ եղար ես քեզ շատ բանի վրա հավատարիմ կլինեմ մտիր քո տիրոջ ուրախություն եւ այն 1 անգար առնողին էլ մոտ եկավ եւ ասեց Տեր ես ճանաչում եի քեզ որ դու մի պինդ մարդ ես հնձում ես որտեղ չես սերմել հավաքում ես ուր որ չես փռել եւ վախենալով գնացի թաքցրեցի քո քանքարը գետնի մեջ ահա քոնը առ նոր նրա տերը պատասխանեց եւ ասեց նրան չար եւ ծույլ ծառա եթե դու ունես մի փոքրիկ գործ որտեղ որ դու աշխատում ես ասա խնդրեմ հեշտ է առավոտը վեր կենալ գնալ աշխատել մինչեւ երեկոյան շատ ուշ չարչարվել գալ տուն քան ուղակի պարկես տունը ոչինչ չանես որն է սրանցից հեշտը ոչ հեշտը ոչինչ չանելն է այս ծույլը ընտրեց ոչինչ չանելը
Ասենց էլ մարդը որոշում է, ես ավելի լավը բան չանեմ, ես ավելի լավը ոչինչ չանեմ, ու Տերը գալու է ասում է, ես քեզ տվել եմ այս գործը, ես քեզ տվել եմ այս հնարավորությունը, ես քեզ այս քիչն եմ տվել, հա, մեկն եմ տվել, մեկը սարքի երկուս, բայց մարդը չի ուզում աշխատի, իր վրա չի ուզում աշխատի, որ Տերը մեկը երկուս սարքի, ասում է, այդ մեկն էլ ձեռից կառնեմ, կտամ այն 5-ը ունեցողին, ինչի, որտեղ ես այդ 5-ը տվեցի, նա ինձ բաժին տվեց, նա ինձ առանձնացրեց, նա իմ տան մասին մտածեց, նա բերեց հետ տվեց սաղ տիրոջը պատասխան տվեց, իսկ նա չարեց, չգնհատեց, մեկ ունեիր, մեկի մեջ հավատարիմ լինեիր։ Եվ նրանից անցնելով, եւ այն անպիտան ծառային հանեց դրսի խավարը, հանեցեք այնտեղ, եւ այնտեղ կլինի լացը եւ ատամների կրճտոցը, եւ երբ որ մարդի որդին նրա փառքով կգա եւ ամեն սուրբ հրեշտակները նրա հետ, այն ժամանակ կնստի իր փառքով աթոռի վրա եւ այն ազգերը կժողովեն նրա առաջ եւ նա նրանց կբաժանի իրարից, ինչպես հովիվը բաժանում է ոչխարներին այծերից։ Եվ ոչխարներին իր աջ կողմը կկանգնեցնի, իսկ այծերին իր ձախ կողմը։ Այն ժամանակ թագավորը կասի իր աջ կողմին եղածներին. եկեք ով իմ օրհնվածներ, ժառանգեցեք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված թագավորությունը, որովհետև սովեցի եւ դուք ինձ հաց տվեցիք, ծարավ էի եւ ինձ ջուր տվեցիք խմելու համար։ Այդպես է Տերը տեսնում է քո ամեն մի գործը, ինչ որ դու անում ես։ Ես այն անգամ պատմեցի իմ ընկեր Սաքոն, որ ստեղից գնում էր, տեսավ ավտոն կամազը վթարի էր ենթարկվել, բաժար էր ընկել, մինչև գիշերվա ժամը 3 ես գնացել եմ այնտեղ, հասել եմ, օգնել եմ, այս մարդ իրա կուրտկան հանել, նվերա տվել այդ մարդուն, հագցրել է գիշերվա կեսին։ Հասկանում ես, երբ որ դու տենց սիրտ ունես, տենց ես մոտանում, Աստված տեսնում է քո սիրտը, Աստված օրհնելու է քեզ եւ կգա դատաստանի օրը, Տերը կգա կասի դու իմ գառն ես, դու իմ նման ես մտածել, դու իմ նմանին արեցիր, ինձ արեցիր, դու Տիրոջ համար արա, քո արած զոհը ինչ անում ես Տիրոջ համար արա, աշխարհում ինչ ասես կարաս անես, մարդիկ տներ, եսի մինչեր կծախեն, կտանեն, կլցնեն կազինոները, կպրծնեն, բայց երբ որ ուզենան Տիրոջ տան համար անեն, 1000 անգամ կչափեն, չեն անի։ Մատթեոս 26 վերջի տեղն եմ կարդում, 26:38-39, այն ժամանակ նրանց ասեց. հոգիս մեռնելու չափ տրտմած է, այստեղ մնացեք եւ ինձ հետ աղոթք արեք։ Եվ մի քիչ առաջ գնալով իր երեսի վրա անկավ աղոթք էր անում եւ ասում էր. Հայր, եթե կարելի է, թող այս բաժակը ինձանից հեռու գնա, սակայն ոչ թե ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես դու ես կամենում։ Երբ որ եկավ Հիսուսի փորձության ժամանակը, մեր Տիրոջ փորձության ժամանակը, դառը բաժակը վերցնելու իմ աղբոր մեղքը, քո մեղքը, քո մեղքը, քո մեղքը Ռոման, քո մեղքը Արամ, իմ մեղքը, որ դու չես արել։ Դու պատկերացնում ես, ասենք թե ես չգիտեմ, Ռոմանը, Ահարոդը, վերցնի Ռոմանի մեղքը, Արևշատի մեղքը, այտենց մարդիկ կան, գիտես, որ գնում են գողության, մեկը վերցնում է իր վրա սաղ մեղքը ու գնում է դատվում է 20 տարով։ Այտենց արեց մեր Հիսուսը, մեր բոլորի մեղքը վերցրեց իր վրա, ինչքան դառնա, դու գիտես, որ դու չես արել այդ, բայց քեզ մեղադրում են ինչ-որ մի հատ բանի մեջ։ Դու տառապում ես, ասում ես, որ մեկին ասեմ, որ ես ես չեմ արել։ Գիտես ում ասես, նա որ ամեն ինչ գիտի, նա գիտի, որ իր որդին ոչ մի բան չի արել։ Նա գիտի, որ դու մաքուր ես, դու սուրբ ես, բայց քեզ կարան գան մեղադրեն, մեղքը գցեն քո վրա, քո մոտիկը, քո հարազատը, կինդ, ամուսինդ, անես տառապանքով անցնես, որ քիչ ամնում կոտրվես, ասես, էլ զզվել եմ, էլ չեմ ուզում ապրեմ, ու Հիսուսը ստեղ ասեց,
Եթե հնարավոր այդ բաժակը ես չխմեմ, դա դժվար է, դա հեշտ չի սիրելիս։ Բայց վերջում ասաց, ոչ թե իմ կամքը լինի, այլ քո կամքը։ Թույլ տուր Տիրոջ կամքը քո կյանքում փոխի քեզ։ Կատարվի ու փոխի քեզ դեպի աճի համար, դեպի լավի համար, դեպի ուրախության համար։ Ես քեզ ասեմ, գիտես ինչ կլինի քեզ հետ դրանից հետո, երբ որ դու անցնես։ Ինչ եղավ Ադամի հետ, չանցավ։ Ինչ եղավ Նոյի հետ, անցավ։ Ինչ եղավ Սամսոնի հետ, չանցավ։ Չհանձնեց իր քննությունը։ Ինչ եղավ Հովսեփի հետ, հանձնեց իր քննությունը։ Ինչ եղավ Սողոմոնի հետ, չհանձնեց իր քննությունը։ Ինչ կլինի քո հետ, ինչ կլինի ինձ հետ, եթե դու իմանաս, դու կասես Տեր, թող քո կամքը լինի իմ կյանքում, ինչքան էլ դժվար լինի, օգնիր, որ ես ընդեղից մաքրված ոսկի դուրս գամ։ Թող ինձանից հեռանա ամեն տեսակի բաներ եւ իմ մեջ կա քո համբերությունը։ Ես մարդ եմ անհամբեր։ Ես մի օր կանգնեցի, ասի Տեր, իմ անհամբերությունը ինձ բանտեր կտանի։ Ինձ ինչ ասես կտանի, որ ես անեմ։ Ինձ համբերություն տուր, ու Տերը ինձ համբերություն սովորեցրեց Նատաշայի միջոցով, ձեզանից շատերի միջոցով, իմ կնոջս միջոցով։ Բա։ Ու ես հասկացա, որ այսօր կարող եմ ձեզ այդ մասին խոսալ։ Ինչ կլինի քեզ հետ համբերություն կունենաս, ոսկի կլինես ու կարող ես քո վկայությամբ կիսվել մեկի կյանքը փոխել, որ տեսնա դու էլ քո նման մի մարդ քո կողքին նստած մսից ու արունից ու ասում է ես անցել եմ, դու էլ կասնես, թող Տերը փառավորվի։